Լավ նորություն, Ադրբեջանում ապօրինի պահվող մեր 4 հայրենակիցները՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էլջեքչյանն ու Վագիվ Խաչատրյանը հակարի կամրջով արդեն անցել են Հայաստանի սահմանը եւ հիմա հայրենի հողի վրա են, հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Իր հերթին Հայաստանը մեր երկրում ցմահ ազատազրկման դատապարտված վարձկաններ Սիրիայի քաղաքացիներ Յուզեֆ Ալաաբեդ Ալ-Հաջիին եւ Մուհրաբ Մուհամմադ Ալ-Շխերին Թուրքիայի միջոցով փոխանցել է Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում որոշվել է եպիսկոպոսած ժողովը գումարել փետրվարին։ Հոգևոր խորհուրդը արձանագրել է, որ շրջանառվող ներեկեղեցական հակադրությունների թեզը ամբողջությամբ արհեստածին է եւ նպատակ ունի օրինականացնել իշխանությունների ապօրինի միջամտությունը մայրաթորի ներքին կյանքին։ Խորհուրդն անհիմն եւ անընդունելի է համարել եկեղեցուն քաղաքականության մեջ ներգրաված լինելու մեղադրանքները, միաժամանակ դատապարտելով իշխող ուժի փորձերը արհեստական օրակարգերով հայ եկեղեցուն քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու համար։ Հատուկ ընդգծվել է, որ 10 եպիսկոպոսների միացումը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած եկեղեցու բարենորոգման ծրագրին խստորեն դատապարտելի է եւ հակասում է եկեղեցական կանոններին։ Գերագույն հոգևոր խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել նաեւ այն փաստի առնչությամբ, որ թիմ ղեկավարների, իրավապահ եւ ուժային կառույցների ներգրավմամբ ապօրինի ճնշումներ ու սպառնալիքներ են գործադրվում թեմակալ առաջնորդների եւ հոգևորականների նկատմամբ։ Մայրաթորը շեշտել է, որ նման գործելավոճը անթույլատրելի է եւ հարվածում է եկեղեցու սուրբ առաքելությանն ու ներքին միասնությանը։ Տերն ասում է անհնար է, որ գայթակղություն չգա, բայց վայ նրան, ում միջոցով որ կգա։ Գայթակղությունը մացացյոտնի թեմ է մտել աշխարհիկ իշխանավորների կերպարանքով։ Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Միքայել Քահանա Նուրիջանյանն է պատմում, որ Արարատի մարզային ու քաղաքային իշխանությունները առանձնազրույցների են հրավիրում թեմի հոգևորականներին, պահանջում տրժել իրենց ուխտն ու միանալ այն 10 եպիսկոպոսներին, որոնց մայրաթորը պաշտոնապես տիրադավ է հռչակել։ Եղել են հանդիպումներ քաղաքային եւ մարզային իշխանությունների հետ, ովքեր հոգևորականների առջև։ բախումները ասվածը ըստ իրենց այն էր, որ կգանք մեր ժողովրդով ձեր եկեղեցիներ, կփակենք եկեղեցին եւ թույլ չենք տա, որ դուք մտնեք ներս։ Մենք էլ ասել ենք սիրով, երբ որ կուզեք համեցեք։ Պետական պաշտոնյաներից բացի հոգևորականների հետ զրուցել են նաև կարգալույցներ։ Նախկին հայրաղանը, որը ժամանակին վեհափառի գավազանակիրն էր, փորձել է համոզել Տեր Միքայելին գնալ եւ վերստին լսել տիրադավ հռչակված եպիսկոպոսների տեսակետը։ Քահանան հրաժարվել է լսել ու որդիական հավատարմություն է հայտնել մայրաթորին ու նրա գահակալին։ Մենք Տիրոջ կամքի համապատասխան պիտի շարունակենք մեր հոգևոր ընթացքը, շարունակելով մեր առաքելությունը, մեր ծառայությունը, չեզոք կլինենք, թե
Մամուլում լուրեր են տարածվել, որ իշխանության ուժային կառույցները բացահայտ ճնշումներ են գործադրում Հայաստանի զինված ուժերի հոգևոր սպասավորություն իրականացնող գնդերեսների նկատմամբ եւ սպառնալիքներով պարտադրում են միանալ վարչապետի եւ 10 եպիսկոպոսների նախաձեռնած հակաեկեղեցական արշավին։ Մայրաթորն արձագանքել է պտտվող լուրերին, շեշտելով, որ իշխանությունների կողմից իրենց դիրքի չարաշահմամբ նման գործողությունների մեջ գնդերեսների ներքաշումը եւ կիրառվող հարկադրանքները վտանգում են ինստիտուտի առաքելությունը, ինչը լուրջ հարված է հայոց բանակին եւ ազգային անվտանգության հիմքերին։ Մեջբերում երևույթը միանշանակ դատապարտելի է եւ անընդունելի։ Կարծում ենք բանակը պետք է զերծ մնար նման բռնաճնշումներից։ Բանակի հոգևոր առաջնորդության արդեն կայացած ինստիտուտի կարևորագույն առաքելությունն է իրականացնում մեր զինված ուժերում։ Գնդերեսները ոչ միայն հոգևոր, այլև բարոյահոգեբանական ծառայություն են մատուցում։ Բաց հարցերը, որոնք կային Աշխարհը փոթորկվում է, իսկ Հայաստանը եւ տարածաշրջանը վերածվում են կայունության եւ անվտանգության միջավայրի։ Հայաստանը եւ խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում քննարկմանը վստահեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Համաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամին։ Դեսպանը նշել է, որ մի խումբ մարդկանց հնարավորություն է տրվում եւ կանաչ լույս է վառվում, որպեսզի վերջիններս Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի մոտ հանդես գան անհարգալից ու վիրավորական հայտարարություններով։ Ըստ նրա, արդեն 6 օր շարունակ երեկոյան ժամերին դեսպանատան առջև հնչում են ակելով, որ իր ասելիքը հստակ է։ نمیتونه ادعای حمایت از مردم ایران داشته باشه. Իրանում վերջին 2 օրերի ընթացքում զոհերի թիվը 4 անգամ ավելի է, քան 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների ժամանակ, հայտարարել է Իրանի գահընկեց վերջին շահի որդի Ռեզա Փահլավին։ Reuters-ի փոխանցմամբ Իրանում բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասնում է մոտ 3000-ի։ Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցներին հնարավոր հարվածների մասին։ Թեհրանը հայտնել է Սաուդյան Արաբիայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից մինչեւ Թուրքիա, որ ԱՄՆ-ի հարձակման դեպքում այդ երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայանները ենթարկվելու են հարձակման։ Սրան զուգահեռ Իրանում դեռևս չեն դադարել բողոքի զանգվածային ակցիաները, սակայն այս անգամ Հրանան նշել է, որ բողոքի ցույցերը ուղեկցվել են անվտանգության ուժերի կոշտ գործողություններով եւ համացանցի սահմանափակումներով, ինչի հետևանքով իրական զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ կոշտ միջոցներ կձեռնարկեն, եթե Իրանի իշխանությունները այս շաբաթ մահապատժի ենթարկեն կառավարության դեմ բողոքի ցույցերի մասնակիցներին։ Կան մտավախություններ, որ անցյալ շաբաթ ձերբակալված հազարավոր ցուցարարներից մեկը կարող է մահապատժի ենթարկվել։ Սպիտակ տան ղեկավարը կոչ է արել ցուցարարներին շարունակել անհնազանդությունները եւ նշել՝ օգնությունը ճանապարհին է։ Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանի գործընկերների դեմ սահմանված մաքսատուրքերն արդեն ուժի մեջ են մտել։ Ավելի վաղ նա հայտնել էր Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ 25% մաքսատուրք սահմանելու մասին։ Նրա խոսքով իր վարչակազմը քննարկում է մի քանի տարբերակ, այդ թվում Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը ի պատասխան երկրում շարունակվող բողոքի ցույցերի ճնշման։
Greenland belongs to its Գրելանդիան պատկանում է իր ժողովրդին, ուստի Դանիան եւ Գրելանդիան պետք է որոշումներ կայացնեն Դանիային եւ Գրելանդիային վերաբերող հարցերի շուրջ, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նախորդին Գրելանդիայի վարչապետն ասել էր, որ եթե կղզին ընտրության առաջ կանգնի Միացյալ Նահանգների եւ Դանիայի միջև, կընտրեն թագավորությանը։ Սրանի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դա նրանց խնդիրն է։ Ավելի վաղ մամուլում տարածվել է այն տեղեկությունը, որ Սպիտակ տանը կայանալու է Դանիայի եւ Գրելանդիայի արտգործնախարարների հանդիպումը պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Կոռուպցիոն խոշոր սկանդալից շատ չանցած Ուկրաինայում հաջորդն է զարգանում։ Երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն մեղադրվում է Գերագույն Ռադայի պատգամավորներին կաշառելու համար, օրինագծերի քվեարկության ընթացքում աջակցություն ստանալու գործով։ Պատգամավորը հայտնել է, որ խուզարկություններ են իրականացվել իր գլխավորած Բատկիվշինա կուսակցության գրասենյակում։ Ռուսաստանը հրթիռներով եւ անօթաչուներով զանգվածային հարձակման է ենթարկել Ուկրաինայի քաղաքները։ Մայրաքաղաք Կիևի մի շարք բնակավայրերում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել բալիստիկ հրթիռների հարվածների հետևանքով։ Խարկովում զոհվել է 4 մարդ, վիրավորվել 6-ը։ Օդեսայի կենտրոնում վնասվել են բնակելի շենքեր, հիվանդանոց, մանկապարտեզ եւ դպրոց։ Տուժել է 5 մարդ։ Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական ուժերը հարվածել են Կրիվոյ Ռոգի ջերմաէլեկտրակայանին։ Թայլանդում շինարարական կռունկն ընկել է ուղևորատար գնացքի վրա, զոհվել է ավելի քան 22 մարդ, 55-ը վիրավորվել, հայտնել են տեղական լրատվամիջոցները։ Գնացքում եղել է 190 ուղևոր, բախման հետևանքով այն դուրս է եկել գծերից եւ բռնկվել։